երբ առաջին մարտյան քամին դեռևս ձմռան խստությամբ խուցված, սկսի շշնջալ անխուսափելի փոփոխության մասին, տիեզերքն ինքը կպատրաստի հատուկ շնոր որոշակի նշանների համար։ Սա ոչ թե աղմկոտ հաղթանակ է, այլ բարակ բայց ամուր թել, որը բախտը կձգի ուղիղ ձեր ձեռքերը։ Միակ կարևորը ժամանակին ճանաչելն է, չվախենալ դրա թեթևությունից և քաշել այն կյանքի այլ փուլի դուռը բացելու համար։ Սա այն ժամանակն է, երբ ներքին ռիթմերը համընկնում են տիեզերականների հետ և հատման կետում ծնվում է հազվագյուտ հնարավորություն։ Ձեզանից ով կնշանավորվի այս պահով։ Երկվորյակներ։ Արծաթե բառի պարը։ Ձեր կառավարող մոլորակը Մերկուրին կարծես թե ռեզոնանս կստեղծի տիեզերքի էության հետ։ Նրա էներգիան մեծապես կուժեղանա, և դուք կզգաք դա որպես մտքի աննախադեպ թեթևություն և սրություն։ Բառեր, արտահայտություններ, գաղափարներ, այս ամենը կդառնա ձեր կենդանի գործիքը, հնազանդ և աներևակայելի ճշգրիտ։ Ձեզ կտրվի ոչ միայն խոսելու, այլև իմաստներ օդում հյուսելու պարգև, համոզելով և գրավելով առանց ակնհայտ ջանքերի։ Ձեր խոսքը կձեռք բերի կախարդական ունակություն, գտնելու ձեր զրուցակցի մտքին ու սրտին տանող ամենակարճ ճանապարհը։ Օգտագործեք այս պարգևը ոչ թե դատարկ զրույցի համար, այլ ձեր գլխավոր գաղափարը վերջապես փոխանցելու, ձեր շուրջը համախոհ մարդկանց հավաքելու և կյանքը փոխող համաձայնագիր կնքելու համար։ Սա ձեր լավագույն ժամն է որպես հաղորդակցող։ Մի բաց թողեք այն, վայելեք ուշադիր ընտրված յուրաքանչյուր հնարավորություն։ Կույս։ Կատարելության ալքիմիան։ Ձեզ համար, սիրելի կույսեր, այս ժամանակահատվածում հաջողությունը թաքնված կլինի ոչ թե բարձր կարգախոսների, այլ մանրամասների նկատմամբ լուռ, գրեթե մանրակրկիտ ուշադրության մեջ։ Տիեզերքը ձեզ կտրամադրի եզակի հնարավորություն հղկելու այն, ինչը ուրիշները կարող են աննշան համարել։ Սա կարող է լինել նախագիծ, ծրագիր, համակարգ կամ նույնիսկ տնային աշխատանք, որտեղ յուրաքանչյուր մանրուք կարևոր է։ Գործընթացների ներքին տրամաբանությունը կբացահայտվի ձեզ համար, բացահայտելով հենց այն ճարպը, որը դանդաղեցնում էր ամբողջ մեխանիզմը։ Ձեր գործնական իրականացման շնորհը կհայտնվի առաջին պլանում։ Այն, ինչ դուք կատարելության եք հասցրել, անսպասելիորեն կդառնա ձեր ամենամեծ ակտիվը և կբացի դռներ, որոնց մասին երբեք չէիք երազել։ Մի անտեսեք որևէ տեխնիկական առաջադրանք։ Դա կարող է լինել ձեր մեծ հաջողության սերմը։ Պարզապես կատարեք ձեր աշխատանքը ձեզ բնորոշ աշխատասիրությամբ և տիեզերքը կընդգծի այն։ Աղեղնավոր, հեռավոր ճանապարհների շշուկներ։ Ձեր տարերքը մասշտաբն է, և դուք կծաղկեք մեծ գաղափարների, փիլիսոփայական ներհայացքների և ընդլայնվող սահմանների շնորհիվ, բայց ոչ բառացիորեն շարժվելու իմաստով։ Խոսքը ներքին հորիզոնի մասին է, որը հանկարծակի դառնում է անսահման։ Դուք կարող եք ունենալ մի հայտնություն, որը կհեղափոխի կարևոր թեմայի վերաբերյալ ձեր ըմբռնումը, կամ կարող է ձեզ հնարավորություն տրվի զբաղվել խորը իմաստով և լայն շրջանակով մի նախագծով։ Ձեր բախտը կայանում է ամբողջը տեսնելու ձեր ունակության մեջ, որտեղ մյուսները տեսնում են միայն տարբեր մասեր։ Սա ժամանակն է կիսվելու ձեր կյանքի փիլիսոփայությամբ, սովորեցնելու կամ ինչ-որ հիմնարար բան սովորելու համար։ Մի վախեցեք մտածել գլոբալ և խոսել երկարաժամկետ հեռանկարների մասին։ Ձեր շրջապատի մարդիկ անսպասելիորեն ընկալունակ կլինեն ձեր մտքերի թռիչքների նկատմամբ։ Ձեր լավատեսությունն ու լավագույնի հանդեպ հավատը կդառնան բարենպաստ իրադարձությունների մագնիս։ Ջրհոս։ Ձեր ուղեծրի փայլը։ 2026 թվականի մարտը կլինի այն ժամանակը, երբ ձեր եզակիությունը, որը դուք կարող էիք թաքցնել կամ ընդունել որպես ինքնըստինքյան, հանկարծ կփայլի ամենապայծառ լույսի ներքո։ Ձեր շրջապատի մարդիկ, գործընկերներ, ընկերներ, նույնիսկ պատահական ծանոթներ կգնահատեն ձեր ոչ ավանդական տեսակետը։ Այնինչ մի ժամանակ զարմանք կամ թյուր ըմբռնում էր առաջացնում, այժմ կընդունվի հետաքրքրությամբ և հարգանքով։ Ձեր անհատականությունը կդառնա ձեր ուժը, ձեր ապրանքանիշը։ Մի թաքցրեք ձեր իրական բնույթը կոնվենցիաների դիմակի ետևում։ Համարձակորեն առաջարկեք ամենաանհավանական թվացող գաղափարները, փորձարկեք ձեր արտաքին տեսքը և ինքնարտահայտումը։ Տիեզերքը ձեզ քարտ բլանշ է տալիս, առանց վերապահումների լինելու ինքներդ ձեզ։ Եվ այս իսկության վիճակում ճիշտ մարդիկ և իրավիճակները կգան ձեզ մոտ։
Սա ձեր ժամանակն է, ընկեր։ Մի փորձեք ուրիշի դերերը։ Ձկներ։ Ներքին աշխարհների ալիք։ Քեզ համար, զգայուն ձկներ, ճակատագրի նվերը կլինի ամենախաղաղը եւ ամենախորը։ Այն կգա ոչ թե դրսից, այլ ձեր հոգու ամենախորը անկյուններից։ Ձեր գլխավոր խնդիրն այն է, որ չխեղդեք ինտուիցիայի այս նուրբ, հազիվ նկատելի ձայնը հոգուտ արտաքին աշխարհի եռուզերի։ Դուք կենսականորեն անհրաժեշտ կլինի ստեղծել խաղաղության, մենության եւ մտորումների տարածք։ Լռության մեջ ձեզ կհասնեն երկար ժամանակ անհանգստացնող հարցերի պատասխանները, կլուծվեն ներքին հակասությունները եւ կբացվի առաջ շարժվելու հստակ ուղի։ Բախտը կգա ներթափանցումների, երազանքների, հանկարծակի հայտնությունների եւ ստեղծագործական առաջընթացների տեսքով։ Վստահեք այս հոսքին, թույլ տվեք ինքներդ ձեզ դանդաղեցնել, երազել, լսել երաժշտություն կամ դիտել ջուրը։ Հենց այս վիճակում դուք կկարողանաք բռնել այն թելը, որը տանում է դեպի ձեր անձնական երջանկությունը։ Սա ձեր ներքին եսը նուրբ կարգավորելու ժամանակ է, որից հետո արտաքին աշխարհը կսկսի ներդաշնակորեն խաղալ։